Ազգային ժողովը շարունակում է քառօրյա նիստի աշխատանքը։ Հաշվեկննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացնելով բյուջեի կատարման հաշվեկննության եզրակացությունը հայտնել է, որ հաշվեկննիչ պալատը դրական եզրակացություն է տվել 2024 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ։ Նրա խոսքով հաշվեկննության արդյունքում արձանագրվել են 83 անհամապատասխանություն եւ 6 խեղաթյուրում, սակայն դրանք էական ազդեցություն չեն ունեցել ընդհանուր եզրակացության վրա։ Քանի որ հանրագումարով կազմել են հաշվեկնության ենթարկված ծախսերի 0.11% կամ բացարձակ մեծությամբ 3.1 միլիարդ դրամ, ինչը զգալիորեն ցածր է էականության շեմից։ Արձանագրված անհամապատասխանությունների եւ խեղաթյուրումների հիման վրա հաշվեկննիչ պալատը 48 առաջարկություն է ներկայացրել հաշվեկնության ենթարկված մարմիններին։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ նիստում ներկայացրել է 2024 թվականի տնտեսական ցուցանիշները։ Նրա խոսքով Հայաստանը տարին եզրափակել է շոշափելի արդյունքներով, արձանագրվել է 5.9% ՀՆԱ-ի աճ, ինչը ընթացիկ գներով կազմել է ավելի քան 700 միլիարդ դրամ նախորդ տարվա համեմատ։ Իսկ 25-ի առաջին եռամսյակում արդեն արձանագրվել է 5.2% տնտեսական աճ, շարունակելով հաստատուն վերելքը։ Վերջին տարիներին մեր տնտեսությունն անցել է զարգացման նոր փուլ, ձեռք բերելով որակական նոր բովանդակություն, կառուցվածքային խորքային փոփոխությունների եւ սիներգիայի էֆեկտ ապահովող համալիր տնտեսական քաղաքականության շնորհիվ։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը բյուջեի կատարման քննարկման ժամանակ հանդես եկավ խիստ քննադատական ելույթով, իշխանություններին մեղադրելով ազգային ինստիտուտների, հատկապես հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակում կազմակերպելու համար։ Նրա խոսքով այսօր Հայաստանում տեղի է ունենում հոգևոր, ինստիտուցիոնալ եւ մշակութային տարալուծում քաղաքական նպատակահարմարության անվան տակ։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ներքին պատերազմ են հայտարարել հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն եւ հայ ժողովրդին։ Այո, սեփական ժողովրդին, որովհետեւ եկեղեցին ինքը հայ ժողովուրդն է։ Եթե այս դահլիճում կա մեկը, ով սա չի գիտակցում, շատ վատ է։ Բայց ողբերգականն էլ հենց այնն է, որ մեր հավաքական ինքնությանն ու խորքային հիմքերին հասցվող հարվածները ծրագրային են եւ թիրախավորված։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը եւս հանդես եկավ ելույթով, անդրադառնալով հայ առաքելական եկեղեցու դերին ազգային ինքնության պահպանման գործում եւ վերջին շրջանում եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձություններին։ Կարապետյանը շեշտել է, որ եկեղեցին դարեր շարունակ եղել է ազգային ինքնության հիմնասյուն, սակայն այսօր այն դեռևս չի կիսում պետության գաղափարը։ Գիտեք, մեր պատմությունը կրկնվելու հատկություն ունի, քանի դեռ մենք գիտակցաբար այն ինքներս կերտելու պատասխանատվություն չստանձնենք։ Ինչպես այն ժամանակ հայ առաքելական եկեղեցին ազատագրական պայքարի գաղափարի կրողը չէր, հաշտ էր կայսրության հետ։ Այդպես էլ այժմ հայ առաքելական եկեղեցին մեր պետության գաղափարի կրողը չէ։ Բայց մենք դա կփոխենք, որովհետև առնվազն մեր ժողովուրդը անտեղի չէ եկեղեցուն ի պահ տվել իր վանքերը։ Հայաստան խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն էլ ամբիոնում ընթերցել է «Հայր մեր» աղոթքի մի հատվածը եւ խաչակնքվել կոչ անելով դադարեցնել արշավը հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Նրան արձագանքել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Հայր մեր, որ երկնքում ես, փրկիր մեզ այս չարիքից։ Զիքո է արքայություն եւ զորություն եւ փառք Հավիտյանս ամեն։ Դաշինքից առնվազն մեկը գիտի հայր մերը, մի մասը առնվազն գիտի, մի բան արեք։ Դե լրիվ չասեց, որտեղ լրիվ չեն սովորել։ Ես առաջարկում եմ հաջորդ անգամ ամբողջը ասել Տիկին Կյուրեղյան։ Արմենուհի Կյուրեղյանը հայտարարել էր նաև, որ խաղաղության պայմանագիրը Հայաստանի իշխանության հաղթաթուղթն է, ինչին արձագանքել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանը։ Ես ցավում եմ Տիկին Կյուրեղյան, եթե լսում եք ինձ, որ խաղաղության պայմանագիրը ձեր ընկալումներում կամ ձեր տպավորությամբ դա մասնավոր ձեռքբերում է, որևէ մասնավոր շահ է, խաղաղության պայմանագրի օր առաջ ստորագրումը Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու հաղթաթուղթն է, խնդրում եմ սա արձանագրել եւ ֆիքսել։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը եւս անդրադարձավ վերջին զարգացումներին, նշելով, թե իբրև Հայաստանում հաստատվել է բռնապետական վարչակարգի բոլոր հատկանիշներով հագեցած իրականություն, որտեղ ժողովրդավարության մասին խոսքը սոսկ շղարշ է։ Մինասյանի ելույթին էլ արձագանքել է ազգային ժողովի փոխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Սա մի իշխանություն է, որը լիակատար բռնատիրության իր հաստատման ճանապարհին մերժում է ամեն ինչ։ Հայոց պատմությունից սկսած ավարտված տարրական արժեքային համակարգեր։ Սա մի իշխանություն է, որը կարող է ամբիոնից հրապարակային ստել, կեղծել եւ մեղադրել
հայ մարդուն, որ պաշտպանում է ազգային արժեքները։ Քավլիցի, ես կողմ եմ, եկեք միավորվենք ազգային արժեքների շուրջ։ Իմ իմացած ազգային արժեքները հետևյալն են. Հայաստանի Հանրապետությունը սրբություն է, անառարկելի սրբություն է, սակարկման ենթակա չի, Հայաստանի անկախությունը սակարկման ենթակա չի։ Կեղծիքը ազգային արժեք չի։ Եթե օրինակ նախագահ ունի մեր երկիրը կամ վարչապետ ունի, իրանք պետքա ընտրված լինեն լեգիտիմ արդար ընտրությունների միջոցով։ Այս հարցում Նիկոլ Փաշինյանը համաձայնեք կեղծիքի չի դիմել։ Եթե մեր եկեղեցին մեզ համար սրբություն է, այն պետք է ղեկավարի մարդ, որը իր տրված ուխտը պահել է։ Պատգամավոր Գեգամ Նազարյանն էլ զգուշացրել է պետություն եկեղեցի հարաբերությունները շահարկելու վտանգի մասին։ Նա ընդգծել է, որ հասարակության մեջ արհեստական լարվածություն է ստեղծվում, իբրև իշխանությունը հարձակում է գործում հայ առաքելական եկեղեցու դեմ։ Նազարյանը հորդորել է խուսափել կեղծորակարգից, քանի որ նման պնդումներով միայն խթանում են իրական վտանգներ, արտաքին դերակատարների միջամտության հնարավորություն տալով։ Նրա խոսքով եկեղեցու շուրջ գոյություն ունեցող խնդիրները պետք է լուծվեն ներսում, առանց պետականությանն ու հավատքի կառույցներին վնասելու։ Ավելի պարզ ասած, ոմանք ձեռքերը շփելով ասում են հրաշալի վիճակ, եկեք այս բանավեճի մեջ մտնելով տապալենք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ոմանք էլ ասում են ինչ հրաշալի վիճակ, եկեք ոչնչացնենք, վերջնականապես հեղինակազրկենք հայ առաքելական եկեղեցին։ Միանգամից ասեմ, որ այս երկու խմբակներն էլ դաժան պարտություն են կրելու։ Հայ առաքելական եկեղեցուն անհնար է հաղթել։ Դրանում համոզվել են շատ ու շատ տերություններ, եւ հայ առաքելական եկեղեցին օգտագործելով էլ Հայաստանում հեղաշրջում չեք կարող անել, քանի որ հենց եկեղեցին թույլ չի տա։ Եկեղեցի 1 կամ 2 եկեղեցական պաշտոնյաները չեն։ Եկեղեցին մենք բոլորս ենք մեր Տեր Հիսուսի առաջնորդությամբ եւ մեր նվիրական հոգեվորականների ծառայությամբ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ նկատել է, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից սկսած ձևավորվել է Սրբազան դաշինք ամենայն հայոց կաթողիկոսի ու նախկին օլիգարխիկ իշխանությունների միջև, որը շարունակվել է նաև 2008 թվականի մարտիրոսյան իրադարձություններից հետո։ Ըստ Կոնջորյանի նույն ուժերը հիմա էլ փորձում են տապալել ժողովրդի ու լեգիտիմ իշխանության միջև ձևավորված դաշինքը։ Եվ այդ դաշինքը շատ հանգիստ եւ ծաղկուն կերպով գոյություն ունեցավ։ 2008 թվականի մարտի 1-ին Երևանի կենտրոնում գնդակահարվեց 10 մարդ։ Եվ նորից Կտրիչ Ներսիսյանի եւ օլիգարխիայի քաղաքական եւ տնտեսական դաշինքը մազաչափ անգամ չերերաց։ Եվ Կտրիչ Ներսիսյանը հայ ժողովրդին որևէ կերպ չմխիթարեց ահաբեկչության հերթական ակտից հետո։ Կոնջորյանն անդրադարձել է նաև Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին եւ հերքել այն լուրերը, թե այդ ամենը արվում է նրա համար, որ գործարարը աջակցել է եկեղեցուն։ Ըստ Կոնջորյանի հետի վատ աշխատանքի մասին կառավարությունը բազմիցս է խոսել, իսկ նախկին ղեկավարները Սամվել Կարապետյանին դարձրել են մարտագլխիկ, որի շուրջ համախմբել են նախկին օլիգարխներ, թալանչիներ եւ սրբազան հռետորաբանության ներքո փորձի արվում խոցել պետությանը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։